Հաղորդման գլխավոր հովանավոր Սիլ Մազա։ Մազա, բնական միրգ, իրական համ։ Սիլ, նոր իրականություն, նոր տեսք, նոր որակ։ Միմիայն սեփական կովերի կաթից պատրաստված, էկոլոգիապես մաքուր ու միշտ թարմ, անարատ ու սննդարար։ Արձնի կաթ, մեր գործն արդար է։ Ռոսնեֆցը փորձարկվել է ամենածանր պայմաններում։ Այն ստեղծված է շարժիչների բոլոր տեսակների համար։ Ռոսնեֆց յուղը աշխատում է յուրաքանչյուր վայրկյան, դիեզերքում, երկրի վրա, օվկիանոսում։ Ռոսնեֆց յուղով շարժիչը աշխատում է ժամացույցի պես։ Պաշտոնական ներկայացուցիչ Նակոել ընկերություն։ Հեռախոս 77 1190։ Դուք ձեռք եք բերել արտաճանապարհային ավտոմեքենա, բայց այն չի արդարացնում ձեր սպասումները ասֆալտից դուրս, միշտ ապեք հրաժարվել նրանից։ Միասին այցելեք ավտոապակիների աշխարհ ռեհաբիլիտացիոն կենտրոն, բանիմաց մասնագետների եւ թյունինգային ավտոմասերի մեծ տեսականու շնորհիվ ձեր մեքենան կդառնա սարերի ու ջրերի մեծ նվաճող։ Հնարավորություն տվեք ձեր մեքենային ծառայել իր նպատակին։ Ավտոապակիների աշխարհ։ Եթե ցանկանում եք հաճելի ժամանակ անցկացնել ձեր ընկերների եւ հարազատների հետ միասին, ապա Կոնտինենտալ համալիրի անհատական լողավազաններով, շոգեբաղնիքով, ճոխ եւ մատչելի առանձնատները կդարձնեն ձեր օրը անմոռանալի։ Կոնտինենտալ համալիր։ Նույնիսկ ամենադիմացկուն շարժիչն ունի պաշտպանության կարիք։ Բարդալ։ Սպորտային մեքենաների, գերհզոր շարժիչների, ծանր տեխնիկայի, պրեմիում դասի 27-երի արտադրության ոլորտում առաջատար։ Բարդալ, պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, Ավտոսան ընկերություն։ Բնություն, ամենագնաց, ագրեսիվ պայքար հանուն հաղթական վերջնակետի։ Եթե հաղթանակ, ապա հուսալի անվադող, եթե հուսալի անվադող, ապա Մաքսիս։ Ավտոմաքս, Մաքսիս անվադողերի միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Ցանկանում եք կիրակին անցկացնել թեժ մթնոլորտում, համոզված եք, ուրեմն դուք ջիփեր եք, կամ էլ ուղակի օֆրոդի երկրպագու։ Եթե այդպես է, դուք բոլոր պատճառներն ունեք չհեռանալու էկրանից, որովհետև այժմ ականատես կլինեք մի շարք հետաքրքիր ջիփ տրիալ մրցության։ Շնորհակալություն եմ հայտնում ավտոդրայվի գործընկերներին, գլխավոր հովանավոր Սիլ Մազա ընկերություն, Մազա հյութերով, ավտոապակիների աշխարհ, Արձնի կաթ ընկերություն, Քեշուա Արմենիա, Ավտոսան ընկերություն, Ավտոմաքս ընկերություն։ Ժամանակն է ազդարարել մեկնարկը։ Մեկնարկում է ամմեկ համարը։ Այս անհասկանալի ամենագնացը վարում է Վոլոդյա Կարապետյանը, իսկ շտուրմանն է Դավիթ Գասպարյանը։ Սակայն ինչու անհասկանալի։ Այն մոդիֆիկացված Նիվա է։ Վոլոդյան շրջանցելով նշաձողերը ընթանում է առաջ։ Արագընթաց հատվածում Վոլոդյան փորձում է մեծ արագություն զարգացնել։ Վոլոդյան փորձում է բարձրանալ լանջը։ Բանն այն է, որ անիվները պոկվում են գետնից, ու շատ դժվար է ամենագնացին հաղորդել ցանկալի ուղղություն։ Հերթական դարպասը ետևում է։ Կեցես Վոլոդյա։ Դարպասների դասավորվածության պատճառով Վոլոդյան ստիպված է հետընթաց կատարել։ Վոլոդյան հեղեղատն անցնում է առանց բարդության։ Հեղեղատը ամմեկ անձնակազմի համար կարծես բարդություն չէ։ Վոլոդյան մոտենում է վերջնագծին։ Պետք է ֆիքսել ժամանակը։
Մեկնարկում է A3 համարի անձնակազմը՝ Mitsubishi Pajero Ayo։ Անձնակազմի անդամներն են Հենրիկ Կիրակոսյան եւ Բորիս Մկրտչյան։ Թեժ կիրակի խորագրով այս մրցությունը կազմակերպել է 4x4 օֆրոդ ակումբը՝ իդեմս նախագահ Արտաշես Ստեփանյանի եւ արկոմի անդամներ Ստեփան Ստեփանյանի եւ Հայկ Աբրահամյանի։ Հենրին բավական սահուն է հաղթահարում արգելքները։ Զորակ հիշեցնող փոսը նույնպես չի կարող կանգնեցնել նրան։ A9 համարի Նիվայով հանդես են գալիս Գեղամ Սաֆարյանն ու Վոլոդյա Բաղդասարյանը։ Մեկնարկի ժամանակ Գեղամը կարծես դանդաղում է, Նիվայի արագությունը չի տպավորում, բայց Գեղամը վստահորեն անցնում է արգելքները։ Վերջին թմբերը Նիվային ստիպում են ցատկոտել։ Գեղամն ու Վոլոդյան պետք է ապացուցեն, որ իզուր չեն ընտրել Նիվա ավտոմեքենան, բայց անձնակազմը ժամանակի մեծ կորուստ ունի, իսկ Ձորակն ավելացնում է այդ կորուստը։ Ցավոք Գեղամը հարվածում է նշաձողին, չի բացառվում, որ նա տուգանային միավոր ստանա։ Գուցե ոչ, որովհետև նշաձողը ամբողջովին տեղահան չի եղել։ Գեղամի համար բարձունքը հաղթահարելը դառնում է գլխացավանք։ Վերջապես։ Գեղամն ու Վոլոդյան պետք է ապացուցեն, որ իզուր չեն ընտրել Նիվա ավտոմեքենան, բայց անձնակազմը ժամանակի մեծ կորուստ ունի, իսկ Ձորակն ավելացնում է այդ կորուստը։ Հերթական Նիվան է մեկնարկում, A10 համարով հանդես են գալիս Սեյրան Հովանիսյանը և Ստեփան Հովանիսյանը։ Սեյրանը բավական մեծ զգուշություն է ցուցաբերում նշաձողերը շրջանցելիս։ Դե իհարկե, նշաձող տապալելը տուգանային միավորներ կբերի անձնակազմին, բայց չպետք է մոռանալ նաև ժամանակի մասին։
Սերյան Հովանիսյանը զգուշություն է դրսևորում փոսը մտնելիս։ Ցավոք Սերյանը սխալ ուղղությամբ է ընթանում, բացի այդ Նիվայի ընթացամասում ինչ-որ բան կոտրվել է, եւ նա ստիպված է դուրս գալ մրցողուց։ Եվս մեկ Mitsubishi Pajero Ayo, այն կրում է A15 մեկնարկային համարը, իսկ վարում է այն Անդրանիկ Դավթյանը։ Անդրանիկ Դավթյանը, որ հանդես է գալիս առանց օգնականի, բավական լավ է անցնում մրցուղին։ Բարձունքը հաղթարելու համար Անդրանիկը պետք է ճիշտ ուղղություն վերցնի։ Կեցես։ Գաստու։ Վերջին շրջադարձը եւ կարելի է ֆիքսել ժամանակը։ Այսքանով ավարտվում են A դասի մրցելույթները։ Նշեմ, որ մասնակից ավտոմեքենաները բաժանվել են 3 դասի եւ այժմ մեկնարկում են B դասի անձնակազմերը։ B2 Toyota Hilux։ Օֆրոդ մրցությունների մասնակիցները ոչ միայն ամենագնացներն են, այլ նաեւ պիկապները։ Այս Hilux-ը վարում է Ռաֆայել Մարգարյանը, իսկ շտուրմանն է Արշակ Մարգարյանը։ Չնայած այս մեքենայի անվաբազան բավական մեծ է, Ռաֆայելի համար նշաձողերը շրջանցելը շատ ժամանակ չի խլում։ Նույնիսկ մի պահ պիկապի անիվներից մեկը պոկվում է գետնից։ Շատ ամենագնացներ այս շրջադարձը հաղթարելու համար մի քանի անգամ հետընթաց են կատարում։ Պիկապը այսպիսի մրցություններում այնքան էլ շահեկան վիճակում չէ։ Ավտոմեքենայի ծանրությունը եւ երկար անվաբազան կարող են խանգարել գերազանց հանդես գալ, բայց ամեն ինչ կախված է վարորդից։ Hilux-ի անվաբազան նույնպես մեծ է։ Դրա պատճառով Ռաֆայելի մոտ անցումները ստացվում են դժվարությամբ։ Hilux-ը հաջող հաղթահարում է բարձունքը։ Ռաֆայելն ավարտում է մրցելույթը։ Nissan Pathfinder
B4, անձնակազմի անդամներն են Հայկ Գաբրիելյան և Բորիս Մկրտչյան։ Նիսանի ընթացքը բավական ծանր է երևում։ Նշաձողերը շրջանցելիս իր դերն է խաղում նաև երկար անվաբազան։ Հայկը չի կարողանում միանգամից կատարել վարժությունը։ Vai, Thomas, venha! Հայկը կատարում է վերջին շրջադարձը։ Վերջնագիծ։ Հաջորդը մրցասպարեզ է դուրս գալիս Ռոման Հարությունյան, Վոլոդիա Բաղդասարյան զույգը։ B5 համարը կրող Նիվան մասնակցել է նաև A դասի մրցելույթներին։ Որքան էլ Նիվայի անցողունակությունը բարձր է, մանևրայնության առումով այն զիջում է շատ ամենագնացներին։ Քիչ է մնում Ռոմանը տապալի նշաձողը։ Ռոմանը կարողանում է պահպանել ամենագնացի սահուն ընթացքը։ Ռոմանի ճանապարհը կտրելու որոշումն արդարացված է, նաև կարողանում է վայրկյաններ խնայել։ Ցավոք Նիվայի մեջ հրդեհ է բռնկվել։ Նիվայի շասին բռնկվում է և նա ստիպված է ամենագնացը գցել ջրափոսի մեջ։ Ներկաների գործողությունները փրկում են Նիվայի հրդեհի ջիրաններում հայտնվելուց։ Գազի բալոնը հովացրեք։ Բարեբախտաբար մեծ հրդեհը ժամանակին կանխվեց, այլապես Մենակ ռուլը պիտի այդ մեկը։ ներկաների գործողությունները արդյունք են տալիս և կրակը մարված է։ Պետք է ամենագնացը հեռացնել մրցողուց և շարունակել մրցությունը։
Մեկնարկում է B6 համարի անձնակազմը։ Վոլոդիա Կարապետյանն ու Դավիթ Գասպարյանը որոշել են մասնակցել նաև B դասի մրցելույթներին։ Տեսնենք ինչ հաջողություն կունենան նրանք այս դասում։ Վոլոդյան առաջին շրջադարձերն անցնում է մեծ արագությամբ։ Նաև առանց խնդիրների։ Վոլոդյան սահուն անցնում է մրցուղու սկզբնական հատվածը։ Վոլոդիա Կարապետյանը կարծես առաջին դասում հանդես գալու ժամանակ փորձ է հավաքել B դասում լավ ելույթ ունենալու համար։ Առայժմ նրա մոտ ամեն ինչ ստացվում է։ Տղեկ կտեյով ա ֆռում։ Դե Վոլոդյա, մի փոքր էլ։ Պետք է կրկին թափավազք կատարելու փորձ ձեռնարկել։ Լանջի վրա հարկադրված հետընթացը խափանում է Վոլոդիա Կարապետյանի ծրագրերը։ Գիտես, համ դրը ուզում եք շարդ։ Հոպարը, զաստատքեն բերետոք հասկացանք, դու չես ջոքում, որ ստեղ ողջի։ Հավե խեր ջարդ, համ գիտես, որ ստեղ բել ունես, ջարդ։ Թե ունես։ Ցավոք այս անձնակազմի համար եւս մրցելույթն ավարտված է։ Առավելևս, որ քարշակելու ժամանակ կոտրվում է ընթացային դետալներից մեկը։ B6 անձնակազմը ցավոք չի ավարտում մրցելույթը։ B7 համարը կրում է Toyota 72 ամենագնացը։ Ավտոմեքենայի ղեկին Արտյոմ Հակոբյանն է։ Նրան օգնում է Դավիթ Բադալյանը։ Արտյոմը կարծես անփորձ է։ Այսպիսի արգելքները հաղթահարելու համար պետք է շրջադարձի ճիշտ անկյուն եւ արագություն ունենալ։ Toyota-ն վերջին շրջադարձերն անցնում է առանց կանգ առնելու։ Արտյոմ Հակոբյանի եւ Դավիթ Բադալյանի Toyota-ն սահուն ընթանում է դարպասների միջով։ Արտյոմը նույնիսկ կտրում է ճանապարհը ժամանակ խնայելու համար։ Գեցես Արտյոմ։ Արտյոմի Toyota-ն կանգ չի առնում խոչընդոտների առաջ։ Ամենագնացը իրեն դրսևորում է լավագույն կողմերով։ Հերթը B10 անձնակազմինն է, Կարեն Հարությունյան և Մուրադ Մուրադյան։ Ուազ հանթերի անցումները սահուն են ու գեղեցիկ։ Մնում է Կարենը կարողանա նույն տեմպը պահել մինչև մրցելույթի ավարտը։
Կարենը բավական հմուտ է տիրապետում իր ուազին, եթե չհաշվենք փոքրիկ թերությունները։ Հերթական դարպասը հետևում է։ Բարձունքը հաղթարելու համար չի կարելի շտապել։ Կարենի բարձրացրած փոշուամպը ծածկում է ամեն ինչ։ Ապես ճոպին լսի։ Ապել բան մի արա։ Լսի, խոդ ես տալի ճիշտ ես անում։ Լսի ճոպին տալի ու հետ ուղիղ իշտում ես։ Տորմուզ չտաս հանկած։ Всё։ Էլի մի քիչ։ Всё, իջի տորմուզ չտաս։ Թող գնա։ Տորմուզը թող։ Թող։ Դզի գնա։ Всё, քշի հետ գնա արի։ Փորձ երկրորդ։ Թափավազքն այնքան ուժգին է, որ ամենագնացը հարվածից ծարս է լինում։ Կարեն Հարությունյանի ուազը բավական անցողունակ է, սակայն բոլոր արգելքները հաղթարելու համար պետք է ճշգրիտ հաշվարկ կատարել։ Բազը չթողես։ Ուազն անցնում է վերջին շրջադարձը և ժամանակը ֆիքսված է։ B11 համարի անձնակազմն է մեկնարկում՝ Դավիթ Գասպարյան և Վոլոդյա Կարապետյան։ Դավիթը միացնում է վայրկենաչափը և նետվում դեպի իր ամենագնացը։ Դավիթը մարտական է տրամադրված, դա երևում է նրա վարելավոճից։ Հողաթումբը հաղթարելիս նրա ամենագնացը նույնիսկ ցնցվում է ու ցատկոտում։ Դավիթը հաղթահարում է նաև բարձունքը։ Jeep Grand Cherokee անվաբազան բավական երկար է, սակայն Դավիթը կանգ չի առնում խոչընդոտների առաջ։ Վերջո ամենագնացի անվադողը դուրս է գալիս շարքից, ծուղակից դուրս գալու փորձերը արդյունք չեն տալիս։ Ցավոք Grand Cherokee-ն չի կարողանում հաղթահարել արգելքները, Դավիթի ու Վոլոդյայի համար մրցելույթն ավարտված է։ Ավտոդրայվի համար է, ավտոդրայվ։ Հերթական մեկնարկը B13 Wrangler-ով մեկնարկում է Գևորգ Սարդարյանը։ Իդեպ Գևորգը ղեկապետ չունի, հուսանք առանց ղեկապետի Գևորգը լուրջ խնդիրների չի բախվի։ Գևորգը փորձում է հնարավորինս արագ անցնել մրցույթին։ Եվս մեկ արգելք մնում է ետևում։ Գևորգը կարծես որոշել է չնկատել արգելքների գոյությունը։ Գևորգի Wrangler-ը շատ սահուն է ընթանում։ Ամենագնացի ընթացքը տպավորում է։ Մնում է միայն հեղեղատը։
Ահա եւ ժամանակը ֆիքսված է։ B դասի վերջին մեկնարկը։ Մարգարհովիտ ներկայացնող անձնակազմ Ռոման Հարությունյան։ Այս անգամ Ռոմանի շտուրմանն է Հրաչ Անտինյանը։ Ռոմանի օազը կտրուկ մտնում է մրցուղի, բայց հենց առաջին նշաձողի մոտ Ռոմանը ստիպված է հետընթաց կատարել։ Այ քեզ նորություն, Ռոմանը իր ամենագնացն անվանակոչել է Կոբրա։ Հուսանք նրա մրցելույթը վայել կլինի իր անվանը։ Ռոմանը այսօր որոշել է իր մասին հիշեցնել ամեն դասում, ընդ որում նա այժմ հանդես է գալիս իր սեփական ուազով։ Ռոմանին ամենևին չի վախեցրել Նիվայի բռնկումը։ Նրա ուազը արդեն զիգզագաձև հետք է թողնում գրունտի վրա։ Զորակը ետևում է։ Վերջնագծի մոտ Ռոմանն արագ նետվում է դեպի վայրկենաչափն ու ֆիքսում ժամանակը։ C6 համարով Ստեփան Ստեփանյանն է մրցուղու վրա, նրա շտուրմանն է Բորիս Մկրտչյանը։ Երևում է Ստեփանը դրիֆտի սիրահար է, միայն թե պետք չէ ոչնչացնել դարպասները, դրանք դեռ պետք են։ Ստեփանը բավական լավ է ընթանում։ Եթե չհաշվենք նշաձողի տապալումը։ Այսպիսի տեղանքում ոչ մի ամենագնաց ապահովագրված չէ կողաշրջվելուց, այդ թվում նաև Ստեփան Ստեփանյանի Չերոկին։ Ներկաները միամուր ուժերով ուղում են ամենագնացը։ Ստեփանի համար մրցությունը ավարտվում է։ Վոլոդյա Կարապետյանի Նիվան շարքից դուրս եկած ու մարտադաշտում լքված զինտեխնիկա է հիշեցնում։ Ջիփ տրիալ մրցության ժամանակ ժապավեններով առանձնացվում է մրցասպարեզը եւ նշաձողերով նշվում են դարպասներ, որոնց միջով պետք է անցնեն անձնակազմերը։ Ռոմանն այժմ փորձում է անցնել հեղեղատի միջով։ Խնդիրն այն է, որ դրա հունը հարթ չէ եւ ամեն պահի կողաշրջվելու վտանգ կա։ Ռոմանի ուազը ծարս լինելով ընթանում է առաջ։ C դասի համար կազմված մրցուղին այլ է, չնայած որոշ հատվածներ կրկնում են մյուս դասերի մրցուղին։ Այստեղ Ռոմանը նախկին անցումների ժամանակ գերազանց փորձ է հավաքել։ C դասի մրցուղին ավելի երկար է ու բարդ, բայց դա չի խանգարում Ռոմանին։ Ուազը հազիվ է խուսափում կողաշրջվելուց, պետք է արագ կողմնորոշվել։ Մրցուղու վրա տեսնում ենք C11 անձնակազմին։ Այս ամենագնացը քաջ ծանոթ է օֆրոդի սիրահարներին՝ Արմեն Ղազարյան եւ Էդգար Ավետիսյան։ Արմենի գործողությունները տպավորում են։ C11 համարը կրող Վրանգլերը Արմենի ձեռքում դառնում է իսկական վայրենի։
Արգելքից արգելք Արմենն անցնում է իրեն հատուկ ագրեսիվ վարելագոճով։ Արմենի բոլոր գործողությունները հաշվարկված են, ու նա կանգ չի առնում ոչ մի խոչընդոտի առաջ։ Արմենը բարեհաջող հաղթահարում է ևս մեկ ծորակ։ Վրանգլերը կանգ չի առնում ոչ մի արգելքի առաջ։ Հրաչ Աբրամյան և Տիրան Ջանինյան, C14։ Հրաչը կարողանում է սահուն անցնել արգելքը։ Ամենագնացը կանգ չի առնում մինչև հերթական դարպասը, պետք է վարընթացի ճիշտ անկյուն վերցնել, այլապես Նիվան կգլորվի։ Վերելքն առավելևս պետք է ճշգրիտ կատարել։ Հրաչը վերելքի ժամանակ քիչ է մնում տապալի նշածողը։ Հեղեղատը ստիպում է հրաչին կանգ առնել։ Պետք է արագ ելք գտնել, ժամանակը նրանց օգտին չի աշխատում։ Ճոպանակը գերազանց լուծում կարող է լինել, ամենագնացը պոկվում է մեռյալ կետից։ Ի վերջո անձնակազմը շարունակում է մրցելույթը։ Ռուբեն Սահակյանի ամենագնացն է հայտնվում մրցուղու վրա, C15, շտուրմանն է Կարեն Կիրակոսյանը։ Ռուբենը կարծես չի ցանկանում մրցուղին անցնել բարձր արագությամբ։ Կարծում եմ պետք է հիշել, որ Արմենը բավական լավ է անցել այս հատվածը ու հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկն է։ Առաջ դեպի հաջորդ արգելքները։ Ռուբենի ամենագնացը շատ բարդ իրավիճակներում է իրեն դրսևորել որպես վստահելի նժուկ։ Այսօր ևս այդպես է։ Հեղեղատից դուրս գալիս Վրանգլերը կարծես հենվում է միայն երկու ամբի վրա։ Դա չի խանգարում անմիջապես դուրս գալ զորակից։
Ռուբենը եւ Կարենը այսօրվա մրցության վերջին զույգն է։ Հաշվարկից դուրս արգելքները հաղթահարելու մոլուցքով այստեղ է Գրիգոր Գալեյանը, ով միշտ իր սիրելի Պանտերայի հետ է։ Իդեպ այսօր հենց նա էր կատարում տեխնիկական շտապօգնության դերը։ Փորձերից հետո ի վերջո Գրիգորին հաջողվում է դուրս գալ ծուղակից։ Դե ինչ, ավարտվում են թեժ կիրակի ջիպ տրիալ ավտոարշավի մրցելույթները։ Տեսնենք ովքեր են զբաղեցրել մրցանակային տեղերը։ Ադաս, երրորդ տեղ՝ Վոլոդյա Կարապետյան եւ Դավիթ Գասպարյան։ Երկրորդ տեղ՝ Անդրանիկ Դավթյան։ Առաջին տեղ՝ Հենրիկ Կիրակոսյան եւ Բորիս Մկրտչյան։ Բ դաս երրորդ տեղ՝ Ռոման Հարությունյան եւ Հրաչ Անտինյան, երկրորդ տեղ՝ Ռաֆայել Մարգարյան եւ Արշակ Մարգարյան, առաջին տեղ՝ Գևորգ Սարդարյան, C դաս երրորդ տեղ՝ Ռոման Հարությունյան եւ Հրաչ Անտինյան, երկրորդ տեղ՝ Ռուբեն Սահակյան եւ Կարեն Կիրակոսյան, առաջին տեղ՝ Արմեն Ղազարյան եւ Էդգար Ավետիսյան։ Դե ինչ, շնորհավորենք մրցանակակիրներին ու հաղթողներին։ Կրկին շնորհակալություն հայտնենք 4x4 օֆրոդ ակումբին հետաքրքիր մրցության համար։ Շնորհակալություն եմ հայտնում նաև ավտոդրայվի գործընկերներին։ Գլխավոր հովանավոր Սիլ Մազա ընկերություն, Մազա հյութերով, ավտոապակիների աշխարհ, Արզնիկատ ընկերություն, Քեշուա Արմենիա, Ավտոսան ընկերություն, Ավտոմաքս ընկերություն։ Հիշեցնեմ, որ բաց թողած հաղորդումները կարող եք դիտել մեր պաշտոնական կայքում 3w.avtodrive.am հասցեով։ Միացեք մեզ Facebook-ում փնտրելով Avtodrive Edge-ը։ Հետևեք նաև մեր Instagram-յան Avtodrive Armenia Edge-ին։ Կհանդիպենք։ Հաղորդման գլխավոր հովանավոր Սիլ Մազա։ Մազա, բնական միրգ, իրական համ։ Սիլ, նոր իրականություն, նոր տեսք, նոր որակ։ Միմիայն սեփական կովերի կաթից պատրաստված, էկոլոգիապես մաքուր ու միշտ թարմ, անարատ ու սննդարար։ Արզնիկատ, մեր գործն արդար է։ Ռոսնեֆցը փորձարկվել է ամենածանր պայմաններում։ Այն ստեղծված է շարժիչների բոլոր տեսակների համար։ Ռոսնեֆց յուղը աշխատում է յուրաքանչյուր վայրկյան, դիեզերքում, երկրի վրա, օվկիանոսում։ Ռոսնեֆց յուղով շարժիչը աշխատում է ժամացույցի պես։ Պաշտոնական ներկայացուցիչ Նակոել ընկերություն։ Հեռախոս 77 1190։ Դուք ձեռք եք բերել արտաճանապարհային ավտոմեքենա, բայց այն չի արդարացնում ձեր սպասումները ասֆալտից դուրս։ Միշտ ապեք հրաժարվել նրանից։ Միասին այցելեք ավտոապակիների աշխարհ ռեհաբիլիտացիոն կենտրոն, բանիմաց մասնագետների եւ թյունինգային ավտոմասերի մեծ տեսականու շնորհիվ ձեր մեքենան կդառնա սարերի ու ջրերի մեծ նվաճող։ Հնարավորություն տվեք ձեր մեքենային ծառայել իր նպատակին։ Ավտոապակիների աշխարհ։ Եթե ցանկանում եք հաճելի ժամանակ անցկացնել ձեր ընկերների եւ հարազատների հետ միասին, ապա Կոնտինենտալ համալիրի անհատական լողավազաններով, շոքեբաղնիքով, ճոխ եւ մատչելի առանձնատները կդարձնեն ձեր օրը անմոռանալի։ Կոնտինենտալ համալիր։ Նույնիսկ ամենադիմացկուն շարժիչն ունի պաշտպանության կարիք։ Բարդալ, սպորտային մեքենաների, գերհզոր շարժիչների, ծանր տեխնիկայի, պրեմիում դասի 20 նյութերի արտադրության ոլորտում առաջատար։ Բարդալ, պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, Ավտոսան ընկերություն։ Բնություն, ամենագնաց, ագրեսիվ պայքար հանուն հաղթական վերջնակետի։ Եթե հաղթանակ, ապա հուսալի անվադող, եթե հուսալի անվադող, ապա Մաքսիս։ Ավտոմաքս, Մաքսիս անվադողերի միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։